Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները մտնում են ամենահուզիչ ու ամենածանր փուլերից մեկը: Այն, ինչ տեղի ունենում այս օրերին, փոխում է ոչ միայն սյուժեի ընթացքը, այլ նաև հերոսների ներսը: Սերիալն աստիճանաբար հեռանում է պարզապես ընտանեկան դրամայից ու վերածվում է պատմության, որտեղ յուրաքանչյուր կերպար ստիպված է առերեսվել իր խղճի, մեղքի ու ընտրության հետ: Նորոյի, Էլիզի ու Ալինայի տատիկի մահը դառնում է ամենացավոտ հարվածներից մեկը: Նա այն մարդն էր, ով երկար տարիներ իր ուսերին էր պահել ընտանիքը, փորձել էր երեխաներին պահել միասին, նույնիսկ երբ ամեն ինչ քանդվում էր: Բայց վերջին բացահայտումը կոտրեց նրան: Երբ նա իմացավ, որ իր որդին՝ Բաբկենը, վաճառել է տունը և երեխաներին փաստացի թողել փողոցում, այլևս չկարողացավ դիմանալ: Նրա համար սա պարզապես ֆինանսական խնդիր չէր, սա մոր ամենամեծ պարտությունն էր: Նա հասկացավ, որ ամբողջ կյանքում հավատացել է մի մարդու, ով ի վերջո պատրաստ է եղել նույնիսկ սեփական երեխաների ճակատագիրը զոհել իր շահերի համար: Տատիկի ներսում սկսվում է ծանր ինքնամեղադրանք: Նա իրեն չի ներում, որ հավատացել է Բաբկենին պաշտպանել նրան, երբ մյուսները կասկածում էին: Նրա աչքի առաջ ընտանիքը քանդվում է և նա հասկանում է այդ քանդման մեջ իր լռությունն էլ իր բաժին մեղքն ունի: Բայց ամենակարևորն այն է, որ մինչև մահանալը նա հասցնում է անել մի կարևոր քայլ: Նա զանգահարում է ոստիկանություն: Սա պատահական քայլ չէ: Նա հասկանում է, որ այլևս լռելու իրավունք չունի: Հավանական է, նա պատմել է Բաբկենի իրական գործողությունների մասին, տան վաճառքի, փաստաթղթերի, հնարավոր խաբեությունների և այն ամենի մասին, ինչ երկար ժամանակ թաքցվում էր: Այս զանգը կարող է ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը: Եթե ոստիկանությունը սկսի ուսումնասիրել Բաբկենի գործողությունները, հնարավոր է բացահայտվեն նոր փաստեր, որոնք կվտանգեն հենց Բաբկենին: Առաջին անգամ նա կարող է հայտնվել ոչ թե վերահսկողի, այլ պատասխան տվողի դերում: Միևնույն ժամանակ, սերիալում սկսվում է շատ կարևոր ու հուզիչ փոփոխություն: Վերջապես Նորոն, Էլիզն ու Ալինան փորձում են մի կողմ դնել իրենց մեջ տարիներով կուտակված ատելությունը: Այդ ցավը դեռ կա, վիրավորանքները չեն անհետացել, բայց նրանք հասկանում են մի կարևոր բան՝ հիմա ամենակարևորը Արևն է: Փոքրիկ Արևն, ով այդքան ժամանակ անգիտակցաբար հայտնվել էր մեծերի բոլոր սխալների ու գաղտնիքների կենտրոնում, հիմա վերջապես ստանում է այն, ինչ միշտ պետք է ունենար՝ ընտանիք: Նորոն սկսում է վերաբերվել Արևին ոչ թե որպես անցյալի ցավի հիշեցման, այլ որպես քրոջ: Էլիզի մեջ նույնպես նկատվում է մեծ փոփոխություն: Նա, ով ամենից շատ էր ատել Արշակին ու նրա հետ կապված ամեն ինչ, հիմա սկսում է հասկանալ, որ երեխաները մեղավոր չեն մեծերի սխալների համար: Ալինան, չնայած իր առողջական խնդիրներին, կարծես առաջին անգամ իրեն միայնակ չի զգում: Նա տեսնում է, որ իր կողքին մարդիկ կան, ովքեր պատրաստ են պայքարել իր ու Արևի համար: Այս ամենի ֆոնին Արշակի կերպարը ևս ավելի է բացվում: Նա ոչ մի քայլ հետ չի գնում: Չնայած բոլոր մեղադրանքներին, ատելությանը և մերժումներին, շարունակում է օգնել նրանց: Նա հասկանում է, որ հիմա ամենակարևորը երեխաների անվտանգությունն ու ապագան է: Հենց այս պատճառով շատ հեռուստադիտողներ սկսել են փոխել իրենց վերաբերմունքն Արշակի նկատմամբ, հավատալով, որ նա իսկապես ոչ թե ձևականությունն էր այս ամբողջ ընթացքում, այլ փորձել է ամեն կերպ օգնել Շուշանի երեխաներին: Եթե նա սկզբում ընկալվում էր որպես անցյալի ողբերգության պատճառ, հիմա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նա նույնպես տարիներ շարունակ ապրել է մեղքի ու ցավի հետ: Բայց երբ թվում է, թե ընտանիքը վերջապես սկսում է միավորվել, սերիալը նորից լարում է իրավիճակը: Հասմիկը դեռ չի հրաժարվել իր ծրագրերից: Նրա ներսում վիրավորանք չի անցել: Նորոյի ու Մագդայի հարաբերությունները, նրանց մոտեցումը, նույնիսկ ընտանիքի աստիճանական միավորումը նրա համար ցավոտ են և ամենավտանգավորն այն է, որ Հասմիկը հիմա գործում է ոչ թե զգացմունքային պոռթկումով, այլ արդեն մտածված քայլերով: Հարց է առաջանում՝ ինչ նոր հարված է նա պատրաստում: Հնարավոր է նա փորձի նորից օգտագործել Նորոյի քրեական գործը կամ փորձի Մագդայի դեմ ինչ-որ ապացույց կամ սուտ պատմություն ստեղծել: Սերիալը հիմա հասել է այն կետին, որտեղ յուրաքանչյուր կերպար կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել ապրել ատելությամբ, թե վերջապես փորձել փրկել այն, ինչ դեռ մնացել է ընտանիքից: Առաջիկա սերիաներում սպասվում են շատ մեծ զարգացումներ: Բաբկենի հնարավոր բացահայտումը, Հասմիկի նոր վտանգավոր քայլերը, Արշակի ու երեխաների հարաբերությունների խորացումը և ամենակարևորը՝ ընտանիքի պայքարը վերջապես միասին մնալու համար: Ուրիշի ընտանիքը շարունակում է ապացուցել, որ երբ ճշմարտությունը վերջապես սկսում է բացահայտվել,
ամենածանր պայքարը սկսվում է ոչ թե ուրիշների, այլ սեփական խղճի դեմ։ Այնպես որ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաս նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին ես ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանաս ավելի շատ տեղեկատվություն ստանալ։